Անենց մարդը գոյություն չունի աշխարհում, որպեսզի անենց մարդու հետ ունենաք հարաբերությունը եւ լինեք վստահ, որ դուք չեք կարող որևէ սեռավարակ ձեռք բերել։ Չնայած պացիենտների մեծամասնությունը, երբ ունենում է առանց պահպանակ հարաբերություններ որոշակի անձնավորության հետ ու մի օր առնչվում է խնդրի հետ, հարցին թե բայց ինչի առանց պահպանակ, եթե կարելի է վերջ-վերջո ինքը քեզ քո կողակիցը չի եւ կինա, որի հետ ունենում ես հարաբերություն, կարելի է ունենալ պահպանակով խուսափելու։ Բժիշկան ասում է, ես իրան վստահում եմ ու առաջի անգամ չեմ իր հետ ծանոթանալու եւ հարցը ինչու համար ինչն է պատճառը, որ այտենց մեծ վստահություն եւ ակնկալիքներով է տվյալ մարդու հանդեպ, հարցին միշտ պատասխանում են, որ ինքը ամուսնացած է, երեխա ունի, ամուսին ունի, գլխին բան հոստ է, դեման չի գալու։ Այսինքն այստեղ կորում է տրամաբանության եզրը։ Այո, կորում է տրամաբանության եզրը։ Ինչպես կարելի է, ես խնդրում եմ, թող ոչ մեկ չվիրավորվի։ Յուրաքանչյուր մարդ ապրում է ազատ սեռական կյանքով, ունենում է ամեն տեսակ հարաբերություններ, ինչն իր սիրտը ուզում է, իր մարմինն է, իր հեշտոցն է, ոնց ուզում է թող օգտագործի։ Հարցը դա չի, բայց եկեք հասկանանք։ Այսինքն, եթե ամուսնացած ընտանիք եւ կին ու ամուսին ունեցող կինը ռիսկ է անում ինչ-որ մեկի հետ հարաբերություն ունենա, էլի, այսինքն մենք էդի ոնց ենք հասկանում, որ ինքը միայն այդ մեկի հետ է ռիսկ անում ունենա, այլ ուրիշ մարդու հետ ռիսկ չի անում, հետեւաբար ռիսկը շատ քիչ է, որ ինքը կարա ունենա ինչ-որ հիվանդություն ունեն բոլորը։ Սեռավարակների վտանգը մեծ է ցանկացած պարագայում։ Յուրաքանչյուր անձնավորություն անկախ նրանից դուք իրան ինչքան եք վստահում կամ չեք վստահում, ինքը միշտ սեռավարակ ունենալու վտանգը ունի։ Եվ հիշեք, տղամարդկանց եւ կանանց տարբերությունները կապված սեռավարակների ախտանշանների հետ։ Կանանց մոտ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մեծամասնությունը ընթանում է անախտանիշ։ Եթե տղամարդիկ կարող են ունենալ մռմռոց, ծակոց, այրոց, փառակալում, կարմրություն, հոտ եւ այլն, ապա կանանց մոտ համապատասխան նշանները չկան եւ կարող են չլինել։ Նույնիսկ այն ամենատարածված հիվանդությունները, ախտանշանների առումով տարածված, որ ունեն արտահայտված նշաններ, օրինակ խլամիդիա կամ գոնորեա, նույնիսկ այդ հիվանդությունների պարագայում կանանց մեծամասնությունը չունի որևէ նշաններ։ Դա ունի անատոմիական բացատրություն։ Եվ այդ իսկ պատճառով ստացվում է, որ կինը կարող է ունենալ ինֆեկցիա, չիմանալ դրա մասին, ակամայից պատճառ դառնալ տղամարդկանց այդ վարակի փոխանցմանը։